Վարքային դժվարություններ ունեցող երեխաների հետ աշխատանքի մարտահրավերները եւ դրանց արդյունավետ կառավարման ուղիները Գյումրիում եղան երրորդյա մասնագիտական հանդիպման առանցքում։ Քննարկումը նախաձեռնել էր հայկական Կարիտասը, նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական եւ համապատասխան որակյալ կրթության կայացմանը ծրագրի շրջանակում պետական կառույցների, ինչպես նաեւ մանկավարժահոգեբանական կենտրոնների մասնագետների մասնակցությամբ։ Շատ արդիական է թեման, մեր մոտ նաեւ պահանջը առաջացավ, երբ որ հայկական Կարիտասը սկսեց փորձարկել սովորողի անձնական օգնականի պիլոտային ծրագիրը դպրոցներում եւ մենք զգացինք, որ անձնական օգնականները երբեմն փախվում են իրավիճակների, որտեղ որ պետք է երեխայի վարքային դրսևորումներին լուծում տալ, պաշտպանելու երեխային, հենց սովորողի օգնականին եւ նաեւ ինչու ոչ շրջապատի երեխաներին եւ մարդկանց, ուստի նախաձեռնվեց այս դասընթացը։ Սեմինարի աշխատանքները վարել է Վրաստանից հրավիրված վարքագծային մասնագետ Գյորգի Դեմետրաշվիլին, որը ներկայացրել է միջազգային փորձը հարմարեցված տեղական կրթական համակարգի պահանջներին։ Դպրոցի ուսուցիչները, սովորողի օգնականները, հատուկ մանկավարժները պետք է միշտ պատրաստ լինեն ճգնաժամային իրավիճակներին։ Դրանց կառավարումը մենք հաճախ նմանեցնում ենք հրշեջների աշխատանքին։ Մեր նպատակն է նախանշել ճակերտավոր հրդեհի առաջացումը, ապա ունենալ մեթոդներ, որոնցով կարող են կարգավորել իրավիճակը։ Քննարկման առանցքային շեշտադրումներից մեկն էլ կանխարգելման մշակույթի զարգացումն է։ Մասնագետների դիտարկմամբ ճիշտ մեթոդիկան թույլ է տալիս նվազեցնել բախման եւ վտանգի հավանականությունը, չվերածելով միջամտությունը բռնության կամ ճնշման։ Դասընթացի իսկ սկզբերից մեր համար մի քանի դրույթներ պարզ դարձավ, որ այդ կանխարգելիչ միջոցները, կանխարգելիչ տեխնիկաները չպետք է վերածվեն բռնության, ուստի եւ այստեղ նկատվում է շատ նուրբ սահման, թե ինչպես գործեն մասնագետները, ովքեր մոտ են կանգնած ավելի երեխաներին, որ ոչ թե բռնություն գործադրեն, այլ կանխարգելեն ստեղծված վարքագիծը անվնաս դուրս գալով իրավիճակից եւ երեխայի համար եւ մասնագետի համար։ Երբ երեխան հանկարծ պառկում է գետնին, հրաժարվում շարժվել կամ դրսևորում է հարվածելու, կծելու, մազք քաշելու վարք, իրավիճակը կարող է մի քանի վայրկյանում դուրս գալ վերահսկողությունից։ Այսպիսի պահերին ճիշտ արձագանքը որոշիչ է դառնում թե երեխայի, թե շրջապատի անվտանգության համար։ Վարքային դժվարություններով երեխաների աջակցումը շարունակում է մնալ ներառական կրթության ամենազգայուն ու պատասխանատու ուղղություններից, իսկ մասնագիտական հմտությունների զարգացման ուղղված ծրագրերը հնարավորություն են ստեղծում ձևավորելու անվտանգ, ընդունող եւ աջակցող միջավայր յուրաքանչյուր երեխայի համար։ Աստղիկ Խաչատրյան, այսօր։ Այս գումարման ազգային ժողովի հետ մեր աշխատանքն ընդհանուր առմամբ լավ եմ գնահատում եւ գոհ եմ կառավարության կատարած աշխատանքից։ Իհարկե գերազանց չեմ գնահատում, այլ գնահատում եմ լավ եւ ուզում եմ ասեմ, թե ինչու եմ լավ գնահատում։ Այս մասին ազգային ժողովի դեկտեմբերի 3-ի նիստին 2026 թվականի պետբյուջեի վերջնական տարբերակի քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, թե ինչու է նման գնահատական տալիս։ Հիմա ուզում եմ անդրադառնալ այլ ցուցանիշների, աշխատատեղերի թիվը։ Այս տարի հոկտեմբերին մենք կրկին ունեցել ենք բացարձակ գրանցված եւ աշխատավարձով ապահովված աշխատատեղերի ռեկորդ։ 2025 թվականի հոկտեմբերին 810,074 գրանցված աշխատատեղ ունենք երկրում։ 2018 թվականի նկատմամբ աճը 223,895 կամ 38%-ով։ Հարգելի գործընկերներ, սա արձանագրում է, որ 2018 թվականից ի վեր մենք Հայաստանի Հանրապետությունում ստեղծել ենք 223,895 աշխատատեղ։ Նման ցուցանիշ, նման ժամանակահատվածի համար Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել։ Ընդ որում, այս աճը շարունակական է։ Մենք տարեց տարի 2024 թվականի նկատմամբ 30,000 հոկտեմբերի նկատմամբ 30,000 աշխատատեղ է ստեղծվել, 31,004% ավել։ Միջին աշխատավարձը հոկտեմբերին 313,000 դրամ է։ 2018 թվականի նկատմամբ աճը 135,657 դրամ կամ 76%։ Շատ խոսում են գնաճի մասին։ Չի եղել Հայաստանում 76%-անոց գնաճ։ Եվ ընդհանրապես իրական արտահայտությամբ մեր աշխատավարձերի աճերը երկնիշ են 20 եւ ավել տոկոս, ինչը ցույց է տալիս քաղաքացիների բարեկեցության մակարդակը։ Եկամտային հարկը,
որը հոկտեմբերին վճարվել է, եղել է 50 միլիարդ 699 միլիոն, որը 2018 թվականի հոկտեմբերի համեմատ համարյա կրկնակի ավել է 95%-ով 24 միլիարդ դրամի։ Եվ ուզում եմ նաև ընդգծել, որ հիմա այս ամեն ինչի այս թվերը ինչ կապ ունեն քաղաքացիների բարեկեցության հետ։ Քաղաքացիների բարեկեցության հետ կապ ունեն այնքանով, որ մենք 2018-ից 2025 թվականը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ուշադրություն դարձրեք 384 միլիարդ դրամ ենք վերադարձրել եկամտային հարկի գծով քաղաքացիներին։ Այդ փողը ուղղակի տվել են քաղաքացիներին, որոնք ընդ որում, եթե նախորդող շրջանի համատում ենք, թե եկամտային հարկի վերադարձի հիպոթեկի ծրագրի համեմատ վերադարձը աճը 9500%-ով աճ է եղել ծրագրի նախորդող շրջանի վերադարձի համեմատ։ Եվ սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է հետևյալը։ Ես նաև համեմատություն եմ անել 2010-ից 17 եւ 2018-ից 25 թվականները։ Անշարժ գույքի գործարքները, որ մարդիկ տուն են գնել, աճել է 67000-ով, ավելի քան 67000-ով, 64%-ով։ Մարզերում առաջնային շուկան աճել է 1104%-ով, նախորդող շրջանի։ Սա ուզում եմ ցույց տալ տարածքային համաչափ զարգացումը եւ ընդհանուր առմամբ առաջնային շուկայի աճը 10-25-ի համեմատ 465%։ Այս ամեն ինչը ցույց է տալիս, որ Հայաստանը գտնվում է զարգացման ուղեծրի վրա։ Արդյոք Հայաստանում կա սոցիալական եւ աղքատության խնդրեմ։ Այո, Հայաստանում կա սոցիալական եւ աղքատության խնդրեմ։ Բայց մենք իմիջիալոց վերջերս աղքատության ցուցանիշները հրապարակվեցին, մեր գնահատմամբ դրանք շատ բավական լավ ցուցանիշներ են, բայց քանի որ մեթոդաբանական հարցերը դեռ պետք է ճշգրտվեն, բայց այդտեղ մի բան է երևում, որ ծայրահեղ աղքատությունը 0.6% է, անկախ մեթոդաբանությունից, այս նշանակում է մենք ըստ էության շատ մոտ ենք ծայրահեղ աղքատությունը վերացնելու մեր նախընտրական խոստումին, որը տվել ենք 2021 թվականին։ Ընդ որում, այդ աղքատության ցուցանիշը վերաբերվում է նախորդող շրջանին, մինչև ընտրություններ 24 թվին։ Այս 1.5 տարվա ցուցանիշները եւ մեր տնտեսական աճը չի կարող ուղղակի այդ ցուցանիշը բան չանել, չնվազեցնել։ Հիմա հարգելի գործընկերներ, Հայաստանում արդյոք կա աղքատության խնդրեմ։ Այո, Հայաստանում կա աղքատության խնդրեմ, բայց ժամանակն է ի վերջո, որ մենք առերեսվենք եւ արձանագրենք աղքատության պատճառները։ Հայաստանի Հանրապետությունում այլևս աղքատության պատճառն այն չի, որ աշխատատեղ չկա։ Չկա, այդ խնդրեմ վաղուց վերացված է։ Հակառակ դեպքում չէր լինի, որ հազարավոր, էլ չեմ ասում տասնյակ հազարավոր մարդիկ ուրիշ տեղերից գային Հայաստանում աշխատեին եւ ուրիշ տեղերում իրանց ընտանիքները պահեին։ Բայց չի կա Հայաստանում աղքատություն։ Հայաստանում աղքատություն կա միայն հետևյալ պատճառով. աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառով։ Ես շատ եմ ուսումնասիրել այս հարցը եւ սա շատ կարեւոր, շատ պատասխանատու եւ շատ սուր հայտարարություն է։ Եվ ասում եմ, այո, Հայաստանում աղքատություն կա միայն աղքատ չլինելու հմտության բացակայության կամ սակավ լինելու պատճառով այն մարդկանց շրջանում, ովքեր աղքատ են, աղքատության մեջ են գտնվում, որովհետև մենք 2018 թվականից էլ որդեգրել ենք այդ ռազմավարությունը, որ աղքատությունը հաղթահարելու ձևը աշխատանքն է, բայց մենք պետք է առերեսվենք, որ կան աշխատանքներ, կան մարդիկ, ովքեր աշխատում են, բայց շարունակում են աղքատ մնալ։ Ինչու՞։ Նույն պատճառով, որովհետև նրանք աշխատում են այդ տեղում բավարար պրոֆեսիոնալ հմտություններ չունենալու պատճառով։ Եվ մեր քաղաքականությունը հետևյալն է, որ եթե աշխատանքը արդյունք չի տալիս, այսինքն կարճ ասած, եթե աշխատանքը մարդու բարեկեցությունը չի ապահովում, ի՞նչ է պետք անել։ Պետք է վերադառնալ կրթությանը, աշխատանքային հմտությունների զարգացմանը։ Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Նիկիտ Ասկակլամանիսի հետ։
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը եւ բարեկամական խմբերի համագործակցությանը վերաբերող հարցերը, այնպես էլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր թեմաներ։ Առանձին անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին։ Հայաստանի ազգային ժողովի նախագահը գործընկերոջն առաջարկել է քայլեր ձեռնարկել երկու երկրների հարաբերությունները ռազմավարական համագործակցության մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։ Ալեն Սիմոնյանը Հունաստանի խորհրդարանի նախագահի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Հանդիպման ավարտին Հայաստանի ազգային ժողովի նախագահը գործընկերոջը հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է Նիկիտա Սկակլամանիսի կողմից։ Այնուհետև Ալեն Սիմոնյանը շրջել է Հունաստանի խորհրդարանի շենքում եւ ծանոթացել բարեկամ երկրի օրենսդիր մարմնի առանձնահատկություններին։ Հայաստանի ու Հունաստանի խորհրդարանների ղեկավարները հանդես են եկել նաև մամուլի համար հայտարարությամբ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Եգիպտոսի ռազմարդյունաբերության պետնախարար Մուհամմադ Սալահ Ալ-Դին Մուստաֆայի հետ։ Հանդիպանը մասնակցել են նաև Եգիպտոսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը վստահ է, քաղաքացիները 2026-ին իրենց քվեով ջախջախելու են օտարերկրյա այն ուժերին, որոնք ցանկանում են հարցականի տակ դնել Հայաստանի անկախությունն, ինքնիշխանությունը, տարբեր ներքին ուժերի վրա հիմնվելով ցանկանում են խոցելի դարձնել Հայաստանի ժողովրդավարությունը, տարածքային ամբողջականությունը։ Ջախջախելու ենք այն բոլոր ուժերին, որոնք որ Հայաստանում ցանկանում են, որպեսզի ժողովրդավարությունը հետընթաց ունենա։ Ջախջախելու ենք այն բոլոր ուժերին, որոնք որ ցանկանում են, որ Հայաստանում ընտրություններ կեղծվեն, այն բոլոր ուժերին, որոնք որ թալանով են զբաղվել, իրենց կուտակած թալանած բաները, կարողությունները ցանկանում են նորից դնել ընտրական գործընթացի մեջ, որպեսզի նորից գան իշխանության եւ նորից թալանով զբաղվել։ Իսկ թե ինչու նա չի ինքնաառաջադրվել 2026-ի ընտրությանը քաղաքացիական պայմանագրի համամասնական ցուցակում որպես տեխնացու, պարզաբանեց, պատճառները տարբեր են։ Որևէ կասկած չունեմ, որ Հայաստանի շուրջ բոլոր ճանապարհները ապաշրջափակվելու են եւ այս առումով Հայաստանում տնտեսությունը կարիք ունի մրցակցային լինելու։ Ինձ ավելի էֆեկտիվ եմ համարում Հայաստանում բիզնեսի զարգացման, տեխնոլոգիաների զարգացման, ռազմարդյունաբերության զարգացման, ինչպես նաեւ Հայաստանի մրցակցային առումով բարձրացման տեսանկյունից։ Ես տեսնում եմ, որ մեր քաղաքական թիմը ամբողջական եւ լուրջ կազմով ներկայացված է ցուցակում եւ ես տեսնում եմ, որ ես առավելագույնս արդյունավետ եմ բիզնեսի զարգացման, Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի կայացման, ռազմարդյունաբերական ոլորտի կայացման եւ զարգացման։ Քաղաքացիական պայմանագրի համամասնական ցուցակում չի առաջադրվել նաեւ Հրաչյա Հակոբյանը։ Որևէ պատճառ չկա։ Ուղղակի մի քիչ դադար վերցնեմ ակտիվ քաղաքականությունով զբաղվել։ Քաղաքականությունից դուրս չեմ գալիս, կլինեմ կուսակցական, կարծում եմ կմասնակցեմ կուսակցության նիստերին, ոչ այդքան ակտիվ, բայց այնուամենայնիվ կմասնակցեմ կուսակցության նիստերին, բայց շատ այսպես ակտիվ քաղաքականությամբ չեմ զբաղվել։ Հակոբյանը տեղեկացրեց վարչապետի հետ այս հարցի վերաբերյալ քննարկում ունեցել է։ Տեղյակ եմ եղել։ Ինչպես արձագանք եք ստանում։ Շատ նորմալ։ Հարցին ինչով է զբաղվելու, ասաց, որ դեռ չի մտածել այդ ուղղությամբ, հետագա աշխատանքի վերաբերյալ քննարկումներ չեն եղել։ Այնպիսի քաղաքական գործիչ չեմ, որով Փաշինյանը խոցելի կդառնա։ Լրագրողները Հակոբյանից հետաքրքրվեցին նաև 8-8 սուպերմարկետն իրենց ընտանիքի հետ կապելու վերաբերյալ լուրերին։ Այդ լուրերն ավելի վաղ Facebook-ում հերքել էր վարչապետի Տիկին Աննա Հակոբյանը, նշել, որ 8-8 սուպերմարկետների հետ ոչ մի առնչություն չունի եւ կոչ արել բոյկոտել ցանկացած բիզնես, որը կկապվի իր անվան հետ։ Կարծում եմ մի փոքր ուշացած է այդ գրառումը։ Ճիշտ ասած, ես էլ էի մտածում, որ պետք է որևէ ձևով անդրադառնամ այդ թեմային, բայց չէի ուզում շատ ավելի լրջացնեմ այդ թեման, մտածում եմ դե հիմա այսպես ասած հա խոսքում է, կանցնի կգնա, բայց գնալով հասկացանք, որ արդեն շատ են դրա մասին խոսում։ Անդրադարձ եղավ եկեղեցու շուրջ կատարվող իրադարձություններին, եկեղեցու ներսում խնդիրներ կան, ընդգծեց նա։ Հարցին ինչպես է ստացվում, որ վարչապետն ընդունում է այնպիսի եպիսկոպոսների, որոնց անվան հետ նույնպես կան որոշակի խոսակցություններ, Հակոբյանը պատասխանեց.
Ես տեսել եմ մեկ այլ տեսանյութ, որտեղ Արշակ Սրբազանը ասում է տեսանյութը իրական է, պետք է անդրադառնալ բովանդակությանը, որը չգիտեմ, կեղծ է կամ ինչ է։ Որոշ եկեղեցականների հետ կապված քննարկում անցել, որտեղ նախորդիվ այդ հոգեորականները գրառմամբ հայտարարությամբ հանդես են եկել։ Ինչի է որոշում, որ այս մարդկանցով մաքրում է եկեղեցի։ Իսկ ում հետ քննարկում անի, եթե 10 կամ 9 եպիսկոպոսներով եւ արքեպիսկոպոսներով հայտարարություն են արել, ում հետ հանդիպի քննարկի։ Քաղաքացիական պայմանագրի համամասնական ցուցակում չառաջադրվելու հարցը շարունակեց նաև պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։ Արդյոք ինքնակամ է գնում, պատասխանեց ամբողջությամբ ինքնակամ։ Փախուստ չի, փախուստ գներ 21 թվականին։ Հարցին արդյոք իր որոշումը քննարկել է վարչապետ Փաշինյանի հետ, տվեց բացասական պատասխան։ Միևնույն ժամանակ նկատեց վարչապետը ոչ մեկի ազատ կամ արտահայտումը չի սահմանափակում։ Երբ որ իմ ընկերներն իմ կարիքը կզգան, ես նորից կլինեմ իրանց կողքին, ընտրություններին իրանց օգնելու եմ։ 26 թվականի քաղաքացիական պայմանագիրը վստահ եմ, որ հաղթանակ ունենալու։ Չնայած չառաջադրվելուն պատգամավորները հայտարարեցին, որ շարունակելու են մնալ քաղաքացիական պայմանագրի անդամ։ Ռուսաստանի նախագահը Կրեմլում ընդունել է Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆին և փեսային Ջարեդ Քուշներին։ Հանդիպումը տևել է 5 ժամ, օրակարգում է եղել ռուս-ուկրաինական երկարաժամկետ խաղաղ կարգավորման ամերիկյան ծրագիրը։ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը օգտակար եւ կառուցողական է որակել բանակցությունները։ Քննարկեցինք ավելի վաղ Մոսկվային փոխանցված փաստաթղթերի բովանդակությունը, կոնկրետ ձևակերպումներ չենք դիտարկել, անդրադարձել ենք առաջարկների էությանը։ Նախագահ Պուտինը որոշ կետեր քննադատել է, սակայն կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը, մանրամասնել է Ուշակովը։ Նրա խոսքով անդրադարձ է եղել նաև տարածքների թեմային, առանց որի Մոսկվան չի տեսնում ճգնաժամի կարգավորումը։ Տարածքների հարցով փոխզիջումային տարբերակ դեռ չկա, այնուամենայնիվ ամերիկյան առաջարկներից մի քանիսը կարծես ընդունելի են թվում, բայց դրանք պետք է քննարկվեն, որոշ ձևակերպումներ անընդունելի են, շեշտել է Ուշակովը։ Մամուլի ասուլիսում լրագրողները հետաքրքրվել են, արդյոք Պուտինը եւ Սպիտակ տան ներկայացուցիչները քննարկել են Եվրոպայի դիրքորոշումը։ ՌԴ նախագահի օգնականը նշել է, որ Մոսկվան ապակառուցողական է համարում եվրոպական կողմի գործողությունները։ Անդրադարձ է եղել նաև Ռուսաստան-ԱՄՆ տնտեսական գործակցության հեռանկարին։ Մեր ամերիկացի գործընկերները Դոնալդ Թրամփին կփոխանցեն Վլադիմիր Պուտինի ողջույնները եւ մի շարք կարևոր քաղաքական ուղերձներ, շեշտել է ՌԴ նախագահի օգնականը։ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ սպասում են Ռուսաստանում բանակցություններից հետո ամերիկյան պատվիրակության ազդանշաններին։ Դրանցից են կախված մեր հետագա քայլերը, եթե ամեն ինչ լավ լինի, հնարավոր է շատ շուտով հանդիպենք ամերիկյան պատվիրակության հետ, շեշտել է Ուկրաինայի նախագահը։ Նրա խոսքով, եթե հասկանան, որ գլոբալ եւ արագ որոշում ներկայացնելու հնարավորություն կա, ապա բանակցությունները կանցնեն ամենաբարձր մակարդակով։ Մենք աջակցում ենք Վաշինգտոնի դիրքորոշմանը, որ արյունահեղությունը պետք է դադարեցվի, սակայն հարկավոր է երաշխավորել, որ 1 տարի անց Ռուսաստանը նորից չի ներխուժի, շարունակել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը հավելել է, հասկանում է, որ հեշտ լուծումներ չեն լինելու, սակայն առանց Կիևի ոչինչ չի կարող որոշվել։ Նա ևս ընդունել է, որ այժմ ամենախնդրահարույցը տարածքների եւ անվտանգության երաշխիքների հարցերն են։ Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ Մոսկվան կշարունակի նոր պատրվակներ փնտրել պատերազմելու համար եւ կոչ արել Վաշինգտոնին ճնշում գործադրել ռուսական կողմի վրա։ Ուկրաինայի շուրջ իրավիճակին է անդրադարձել Դոնալդ Թրամփը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով ամերիկյան կողմն այժմ խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքեր է գործադրում եւ ի տարբերություն նախորդ վարչակազմի չի ֆինանսավորում պատերազմը։ Ես 8 հակամարտություն եմ կարգավորել, սա կլինի 9-րդը, հեշտ իրավիճակ չէ, խառնաշփոթ է, մտահոգություն է հայտնել Սպիտակ տան ղեկավարը, հավելել, որ իր ջանքերի համար Նոբելյան մրցանակի է արժանի։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ համոզված է, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան մոտ են խաղաղությանն ավելի քան երբևէ։ Նրա խոսքով վերջո հենց հակամարտող կողմերը պետք է որոշում կայացնեն պատերազմը դադարեցնելու մասին։ Այժմ նրանք բառացիորեն վիճում են մոտ 30-50 կիլոմետր տարածքի եւ Դոնեցկի շրջանի 20%-ի համար, որոնք ուկրաինական վերահսկողության տակ են, մանրամասնել է դիվանագետը։ Ռուբիոն հավելել է, որ Միացյալ Նահանգները չի կարող անվերջ աջակցել Կիևին։ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հանդիպել է Բաքվում ԵՄ պատվիրակության ղեկավար Մարիանա Կույունջիչի հետ։ Կողմերը քննարկել են էներգետիկ գործընկերության զարգացման հեռանկարը։ Շահբազովը նշել է, որ տարածաշրջանային նոր իրողությունները գործակցության հավելյալ հնարավորություններ են ստեղծում։ Հարավային գազային միջանցքով Եվրոպա-ադրբեջանական գազ է մատակարարվում 2020 թվականի դեկտեմբերի 31-ից։ 2022 թվականին Եվրամիությունը եւ Ադրբեջանը պայմանավորվել են մինչեւ 2027 թվականը տարեկան առնվազն 20 միլիարդ
միլիարդ խմ գազի մատակարարման շուրջ։ Հատկանշական է, որ ժամեր առաջ Եվրամիությունը վերջնականապես որոշել է, որ մինչև 2027 թվականի նոյեմբերի 1-ը հրաժարվելու է ռուսական գազից։ Այժմ ԵՄ անդամ պետությունները պետք է ներկայացնեն էներգամատակարարման դիվերսիֆիկացման ազգային ծրագրեր։ Տեղում, Կորնիձորում, Խնածախում, Խոզնավարում, Արավուսում, Վաղատուրում ու Քարաշենում մշակութային համարներով, գունագեղ տաղավարներով եւ առատ սեղաններով բազմաթիվ հյուրերի հետ տեղ համայնքի բնակիչները տոնել են աշունը, ցուցադրել իրենց այգիների առատ բերքը, տանտիկինների ձեռքի շնորհքը, երիտասարդների ուժն ու մանուկների տոկունությունը։ Ձմռան առաջին օրն էլ հավաքվել են տեղի մշակույթի կենտրոնում ամփոփելու միջոցառումները, նաեւ որոշելու, թե որ գյուղներ լավագույնս ներկայացել աշնանտոնին։ Ինձ դուր է եկել Կորնիձորը ու Արավուսը։ Բոլոր գյուղերն էլ հաղթել են, բոլորն էլ շատ գեղեցիկ էին եւ ինձ թվում է այստեղ հաղթողներ եւ պարտվողներ չկան, բոլորս էլ հաղթել ենք։ Բնականաբար Քարաշենինն էր լավ։ Քարաշենից եմ, Քարաշենինն էր լավ, ինձ ամենաշատը Քարաշենին է դուր եկել։ Պատար հիվանդ եմ իլել, դրա համար էլ մի կուտուր լավ եմ տարել, դրա համար կեմ եմ եսել եմ երկնելու պարկեն։ Համայնքի ղեկավարի խոսքով բոլոր նպատակները, որոնք ուներ նախաձեռնության սկզբում, իրականացել են։ Համերաշխությունն ու միասնականությունը, որ ակնկալում էր, տեսանելի էր բոլոր բնակավայրերում։ Պաշտոնավարման ժամանակ ես ճիշտ ասած ուրախություն չեմ տեսել։ Հենց խաղաղության կնքելուց հետո այս միտքը առաջացել, ու սկսել ենք այսպիսի միջոցառումներ անել, ինք խորագրով աշնան 7 գույներ, այդ խորագրով հենց միջոցառումները սկսված, բոլոր 6 գյուղերում ուրեմն միջոցառումները արել ենք, այսօր ամփոփումն ենք անում տեղ խոշորացված կենտրոնում, զուտ խաղաղության ներքո այդ միտքը առաջացել, ու սկսել ենք նպատակս նայա, որ մարդկանց միավորենք, այսօր մարդկանց դեմքներին ես ժպիտը որ տեսնում շատ ուրախ եմ։ Ես անկեղծ եմ ասում, ես ժպիտ չեմ տեսել այս ժողովրդի 4 տարյա ժպիտ չեմ տեսել։ Տեղում խաղաղ է, սա շենացող բնակավայր է նոր կառուցվող տներով, բազմաթիվ հոգևոր ու մշակութային կոթողներով, շեշտում է Դավիթ Ղուլունցը։ Համայնք հրավիրում զբոսաշրջիկներին, բլոգերներին ու լրագրողներին։ Շատ հիանալի զբոսաշրջության տեղեր կա, որ մարդիկ իրոք կարող են գալ եւ տեսնել։ Օրինակ, այս պահին նախագիծ ենք անում միջպետական ճանապարհից դեպի Սուրբ Գևորգ եկեղեցին, ճոճվող կամուրջ են կառուցում 125 մետր 26 թվին ինքը նախագիծը պատրաստ կլինի ու ես կհայտնեմ, որ թող բոլորն էլ ներկայանան։ Ինքը համայնքը շատ տեղեր ունի որպես լուսաբանելու, մարդիկ տեսնելու, արդեն նորից եմ կրկնում, նորից որ չկա կրակոց, խնդրում եմ թող բոլորն էլ գան, բոլորն էլ տեսնել, ու վայելեն այս համայնքի բուրն ու համն ու հոտը։ Facebook-յան քվեարկությամբ որոշվել է, որ լավագույնս աշնան գույները ներկայացրել է Կորնիձորը։ Բնակավայրում իրականացված միջոցառումը համակարգել է նախնական ուսումնական հաստատության տնօրենը։ Նրա խոսքով այստեղ տոնական օրը երկար են հիշելու։ Մենք հավասարապես կարևորել էինք ոչ միայն առած սեղանները, ոչ միայն բերք ու բարիք, այլ նաև մշակութային կյանքը։ Այսպես միմյանց հետ շաղախված էր այդ երկուսը եւ մենք նշել էինք, որ գրեթե չէր կարելի անջատել կենցաղը եւ մշակույթը իրարից։ Այս խիստ ներծծված էին միմյանց մեջ եւ գուցե հենց առավելությունն այդ էր։ Համայնքի բոլոր բնակավայրերը խրախուսական պատվոգրեր ստացան։ Գլխավոր մրցանակը ճանաչողական այցն է Գյումրի, ու ինչպես միասնաբար պատրաստվել ու իրականացրել են միջոցառումները, այնպես էլ համախմբված յուրաքանչյուր բնակավայրից 2-3 ներկայացուցիչ ներառող խմբով կմեկնեն Շիրակ։ Տիգրանուհի Բադալյան, Մհեր Մանուչարյան, Սյունիք լուրեր։ Կարևորելով ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունների կարողությունների շարունակական զարգացումը եւ մասնագիտական պատրաստվածության բարձրացումը, ներքին գործերի նախարարությունը եւ ռազմավարությունների ազգային կենտրոն հիմնադրամը համատեղ վերապատրաստման դասընթացներ են անցկացրել, որոնց նպատակը բարեվարկ եւ քաղաքացիակենտրոն հանրային ծառայողներ ունենալն է։ Բարեկային փրկարար ու միգրացիա եւ քաղաքացիության ծառայությունների աշխատակիցները հանրային հաղորդակցումը եւ կոնֆլիկտների կառավարումը հանրային ծառայությունում թեմայով վերապատրաստման ընթացքում զարգացրել են հանրային
հանրային հաղորդակցության եւ կոնֆլիկտների կառավարման հմտությունները։ Դասընթացներն անցկացրել է Ռազմավարությունների ազգային կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Մկրտիչ Ավետիսյանը, ներկայացնելով հանրային ծառայողների արդյունավետ հաղորդակցության եւ կոնֆլիկտների կառավարման գործիքակազմերը, նա ընդգծել է, որ գրագետ հաղորդակցությունը, կոնֆլիկտային իրավիճակների արդյունավետ կառավարումը նպաստում են ներքին գործերի նախարարության նկատմամբ հասարակական վստահության ձևավորմանն ու ամրապնդմանը։ Մկրտիչ Ավետիսյանի խոսքով հանրության հետ ամենօրյա ռեժիմով աշխատող ծառայողների համար կոնֆլիկտների կառավարումը ենթադրում է արդյունավետ հաղորդակցություն եւ լուծումներին ուղղված համագործակցություն։ Մասնակիցները կիսվել են տարբեր իրավիճակներում իրենց փորձով, նշելով, որ կոնֆլիկտների կառավարումն ու հանրային հաղորդակցությունը մասնագիտական հմտությունների անբաժանելի բաղադրիչներ են։ Ներքին գործերի նախարարությունը մշտապես կարևորում է հանրային ծառայողների մասնագիտական հմտությունների կատարելագործումը, նպաստելով նոր գիտելիքների ձեռքբերմանն ու կարողությունների զարգացմանը։ Ներքին գործերի նախարարությունը ձեռնամուխ է եղել ստանդարտին չհամապատասխանող աուդիո համակարգով եւ կառուցվածքով չնախատեսված խլացուցիչներով տրանսպորտային միջոցների հայտնաբերման ակտիվ աշխատանքներին։ Միայն նոյեմբերին Պարեկային ծառայությունը հանրապետությունում ստուգել է 1706 ավտոմեքենա։ Հայտնաբերվել է ստանդարտներին չհամապատասխանող 270 տրանսպորտային միջոց։ Բոլոր դեպքերով տրանսպորտային միջոցների տվյալ սարքավորումներն առգրավվել են։ Հատկապես վերջին շրջանում հանրային դժգոհությունների առիթ դարձած միտում այսպիսով կանխարգելվել է։ Ստացվող ազդակների ծավալները էականորեն նվազել են։ Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Բացասական պրակտիկան առհասարակ վերացնելու նպատակով բոլոր իրավախախտները հայտնաբերվելու եւ ենթարկվելու են վարչական պատասխանատվության։ Չնայած պատասխանատվության ենթարկված վարորդների կողմից երբեմն հնչող դժգոհություններին, հանրային անվտանգությունը բոլորիս առաջնահերթությունն է։ Ուստի հորդորում ենք ինքնակամ հեռացնել ստանդարտին չհամապատասխանող սարքավորումները, այլապես ոստիկանությունը շարունակելու է կիրառել օրենքով սահմանված խիստ վարչարարություն։ Հիշեցնենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածով արգելվում է լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ, խլացուցիչներ, նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչներ, բարձրախոսներ տեղադրելը, օգտագործելը կամ դրանք տեղադրված վիճակում վարելը կամ օգտագործելը։